Տիրոջ խոսքից պիտի կարդամ Ղուկասու ավետարան երկրորդ գլուխ, ավետարան ըստ Ղուկասի երկրորդ գլուխ, առաջին համարից մինչև 21-րդ համարը։ Gospel of Luke, chapter 2, verses 1 through 21. Սա են կարդում Տիրոջ խոսքը։ Եվ այն օրերումն եղավ, որ հրաման դուրս եկավ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհը գրվի, սա առաջին աշխարհակիրն եղավ Կյուրենի Սուրիայի կուսակալության ժամանակումը։ Եվ ամենքը գրում էին գրվելու, ամեն մեկը իր քաղաքը։ Հովսեփն էլ Գալիլեայից Նազարեթ քաղաքից գնաց Հրեաստան, Դավթի քաղաքն, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից եւ ազգիցն էր, որ գրվի իր նշանած Մարիամի հետ, որ հղի էր։ Եվ եղավ, երբ որ նրանք այնտեղ էին, նրա ծնելու օրերը լրացան, եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով, եւ մսուրի մեջ դրավ, որովհետև այն իջևանումը տեղ չկար նրանց համար։ Եվ այն տեղումը հովիվներ կային դաշտու մկացող, որ գիշերը իրենց հոտերը պահում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, եւ Տիրոջ փառքը նրանց շուրջը ծագեց, եւ մեծ վախով վախեցան, եւ հրեշտակն ասեց նրանց. մի վախենաք, որովհետև ահա մեծ ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, թե այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավթի քաղաքումը, որ է Քրիստոս Տերը։ Եվ այս լինի ձեզ նշան, մի երեխա կգտնեք խանձարուրներով պատած եւ մսուրի մեջ դրած, եւ հանկարծակի այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն օրհնում էին եւ ասում. Փառք Աստծո բարձրունքումը եւ երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն։ Եվ եղավ, երբ որ հրեշտակները նրանցից վերացան երկինքը, այն հովիվ մարդիկը իրար ասեցին. եկեք գնանք մինչև Բեթլեհեմ եւ տեսնենք այս եղած բանը, որ Տերը ցույց մեզ տվավ։ Եվ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Հովսեփին եւ երեխային մսուրի մեջ դրած։ Եվ երբ որ տեսան, իմացին այն բանը, որ այս երեխայի համար ասեցավ նրանց։ Եվ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նրանց հետ խոսեցին։ Իսկ Մարիամը այս բոլոր բաները պահում էր եւ իր սրտումը մտածում էր։ Եվ հովիվները ետ տարան Աստծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպես որ նրանց ասվեց։ Եվ երբ որ 8 օր լրացավ, որ մանուկը թլպատվեր, նրա անունը Հիսուս կոչվեցավ, այն որ հրեշտակիցը կոչված էր, նա դեռ արգանդումը չհղացված։ Փառք ենք տալիս մեր Տերը քեզ այս հիանալի եղելության պատմության համար, որ դու քո որդիդ աշխարհ գրկեցիր, այն Աստվածը մարտեղացար։ Մեծ օրհնություն, մեծ հաճություն եւ մեծ ուրախություն տվիր, որպեսզի Տեր մենք այդ ուրախության բազմակիցներ լինենք։ Օրհնիր խոսքդ եւ խոսքիդ մատակարարությունը մեզանից յուրաքանչյուրի սրտին այս ուրախ առիթով։ Քո անվանդ փառքի համար ենք աղաչում։ Ամեն։ Ուրախ եք։ Ինչու եք ուրախ։ Շատ պատճառներ կան ուրախ լինելու։ Այսօր մենք տոն ենք կատարում եւ ուրախ ենք այս ցնծության համար։ Մեր բնակարանները զարդարում ենք, տների մեջ փայլուն լույսեր ենք դնում, նվեր ենք տալիս, նվեր ենք առնում, մեծ զողություններ ենք հանձն առնում, հյուրասիրություններ, տոնակատարություններ, սիրելիների հետ, ազգականների հետ, բարեկամների հետ, մտերիմների հետ, հարազատների հետ եւ ինչու՞ չէ, նաեւ օտարների հետ։ Բաժնեկցում ենք այս յուրախությունը եւ այս ցնծությունը, միասնապար շնորհավորում ենք այս հիանալի եղելությունը։ Իմիջիալից ասեմ,
որ մենք Տեր Հիսուսի ծնունդն ենք տոնակատարում, ոչ թե ծննդյան օրը, որտեղ մենք հայերս օրհնված ենք, հունվար 6-ին նորեն օրը պիտի կատարենք, բայց ծնունդն ենք տոնակատարում, լինի 25-ը, 6-ը կամ ուրիշ որևէ օր, իրականության մեջ Տեր Հիսուսի ծնունդը ամեն օր տոնակատարության արժանի է, որովհետև նա ծնվել է, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ել ավելին ունենանք։ Բայց այդ օրը, այն իրիկունը, որ այս եղելությունը տեղի ունեցավ, ինչպես երկեցին քիչ առաջ երգչախմբի անդամները, մի շատ լրիկ, մի շատ մեղմ, մի շատ լուր գիշեր էր եւ մութ գիշեր էր։ Թեպետ մենք երգում ենք լուր գիշեր, սուրբ գիշեր, բայց այն հովիվների համար լուր գիշեր, մութ գիշեր էր, որտեղ նրանք լուր չունեին, թե ինչ պիտի տեղի ունենար։ Այդ Բեթլեհեմյան գիշերը, որ բեթլեհեմցիք արդեն իրենց անկողիններն էին մտել եւ քնել էին, բայց մի քանի հովիվներ կային, որ ըստ իրենց սովորության, ըստ իրենց բնականոն աշխատանքի բերմամբ չոբան մարդիկ էին։ Սրանք Բեթլեհեմի մոտակա դաշտերի մեջ հոտ էին արածեցնում, հոտը պահպանում էին։ Ամեն գիշեր էին այդպես անցկացնում, այդ գիշերը բնական էր իրենց համար։ Արտասովոր չէր, որ նրանք գիշերները բլուրների վրա անցկացնեին։ Եվ միգուցե տեղյակ էին, որ ինչպես Օգոստոս Կայսրը հրաման էր արձակել, որ նրանք գնային եւ անձնագրություն անեին, թե իրենք որտեղացի են, որ գյուղից են, որ տոհմից են, որտեղ են ապրում եւ այլն։ Բայց սա հովիվների համար շատ մեծ տարբերություն չէր անում, որտեղ նախ որ նրանք հավանաբար Բեթլեհեմցի մարդիկ էին, երկար ճամփորդություն անելու կարիք չունեին։ Հետո էլ չոբան լինելով, հովիվ լինելով, դասակարգային իմաստով ամենացածր դասակարգին պատկանող ժողովուրդ են սրանք։ Ում հոգը որ մի հովիվ արձանագրվել է կամ չի արձանագրվել։ Կարևոր մարդիկ չէին, սրանք խաշնարածներ էին։ Այս պատճառով միգուցե նրանք տեղյակ էին մարդահամարի հրամանից, բայց երբևիցե տեղյակ չէին, թե Դավթի սերնդից եղող մի երիտասարդ անունը Հովսեփ նշանվել էր մի աղջկա հետ անունը Մարիամ։ They couldn't care less. Լուր անգամ չունեին միգուցե։ Եվ նրանք եկել էին Գալիլեայի գավառի Նազարեթ քաղաքից մինչև Բեթլեհեմ, որպեսզի այդ մարդահամարին մասնակցեին։ Ինչերից էին անցել։ Չէին իմանում, թե Հովսեփն ու Մարիամը շատ դժվար նեղ ճանապարհներից են անցել եւ իրականության մեջ շատ նեղ եւ ամաչելիք վիճակի մեջ էին գտնվում, որտեւ դեռ նշանված ժամանակ Մարիամը հղացել էր եւ Հովսեփն էլ նրան չէր արձակել, որ գնարի պապայի տունը։ Եվ նրանք եկել էին, հասել էին Բեթլեհեմ այդ ուշ ժամին դռնետուռ ընկնելով, գոնե մեկի տունը միտեղ որևէ տեղ օթևան չկար, նույնիսկ պանդոկը օթևան չկար։ Այս հովիվները չգիտեին եւ նրանց մտքից չէր անցնում, որ Մարիամը այդ գիշեր մի մսուրի մեջ, այնտեղ ուր անասուններն են պահում, իր նորածին մանկանը ծնունդ էր տվել եւ խանձարուրով փաթաթել եւ գոմի մսուրի մեջ էր պարկեցրել եւ այնտեղ էին օթևանել։ Բայց 8-րդ համարում կարդում ենք. Այնտեղ այն գիշերում հովիվներ կային դաշտումը կեցող, որ գիշերը իրենց հոտերն էին պահում։ Եվ ահա, այսինքն հիմա տեսեք ինչ եղավ։ Եվ ահա, Տիրոջ հրեշտակը կանգնեց նրանց առաջին, այդ հովիվների առաջին։ Եվ Տիրոջ փառքը, Աստծո շքայնա գլորին, նրա բոլոր լուսավորությունը նրանց շուրջը ծագեց եւ մեծ վախով վախեցան, no kidding։ Հովիվները պետք էր վախենային, ինձ ու քեզ լինեին, ես ու դու լեղապատար կլինեինք։ Բայց հրեշտակը նրանց ասեց մի վախենաք։ Ինչպես թե չվախենաք։ Որովհետև ահա տեսեք, look, մեծ
ուրախություն եմ ավետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, դուք առաջինն եք, որ լսում եք։ Այսքան տարուց տարի այս համարները կարդացել ենք, այնքան մեր երեխաները այս հույվների հագուստները հագել են, դատարկություն են բեմադրել, երգչախումբների մեջ ենք երգել, եւ կարծեք թե այլևս մեզ համար բնականon է եղել, թմրել ենք թե ինչպիսի հիասքանչ, զարմանալի, ցնցող մի տեսարան էր այդ հովիվների ապրած ժամանակամիջոցը։ Շատ տարօրինակ շատ արտասովոր էր, մեծ ուրախության բարի լուր էր այն ավետիսը, որ առաջ հովիվներին եղավ։ Եվ այսօր Տիրոջ շնորհքով այս բաժնում ուզում եմ 4 կետերով, 4 արարներով մեր ուշադրությունը կենտրոնացնել մարդկության համար ամենամեծ ուրախության պատճառի վրա։ Ամենամեծ ուրախության պատճառը, որ նաև մեր ամենամեծ ուրախության և ցնծության պատճառն է, որ հավաքվում ենք Քրիստոսի Հիսուսի ծնունդը տոնակատարելու համար։ Այդ պիտի լինի, այդ է մեր պատճառը, մեր բոլոր տոնակատարությունների պատճառը, նվեր տալու, նվեր առնելու պատճառը, իրարու շնորհավորելու պատճառը, ցնծուն ժամանակ անցնելու պատճառը։ Մի պահ երևակայեցեք, որ դուք լինեիք այդ դաշտի վրա նստած։ Ձեր ամենօրյա գործը լիներ ոչխարներին արածեցնել, շատ ձանձրալի գործ է, ասեմ ձեզ։ Ամբողջ գիշերը պիտի սպասես, ես չես կարող քնես, եւ այդ ոչխարներին պիտի նայես։ Ոչխարները այնպես չեն, որ քո առջևդ պարում են եւ դու նայում ես։ Նա ոչխարները նստած, իրենք քնած են, իրենք որոճում են նստած։ Բայց դու պիտի արթուն մնաս, որտեվ կարելի է գայլը գա եւ նրանց առնել։ Դու քո հովվական պատասխանության մեջ պիտի արթուն մնաս։ It's a boring job։ Ամենացած վճարված գործը էր, ամենահետընկած գործը էր։ Այն մարդիկ, որով դպրոց չէին գնում, դաս չէին սովորում, արհեստ չէին ձեռք բերում, միտեղ արհեստանոցում լավ վարպետ չէին դառնում, այն մարդիկ, որ որևէ բան ու ձև չունեին աշխատելու, գնում էին հովիվ էին լինում, այսինքն չոբան, խաշնարած էին լինում։ Տերը այսպիսի մարդկանց երևաց, իր հեշտակը այսպիսի մարդկանց ուղարկեց։ Այդ ուրախության առաջին լուրը այս մարդկանց եղավ։ Եվ այդ պատճառով էլ այս մարդիկը շատ վախեցան։ Այդ հրեղեն հեշտակը իրենց առջև բացվեց։ Դուք հեշտակ չեմ տեսել եք կամ չեք տեսել, ես չեմ տեսել կյանքում։ Աստվածաշունչի մեջ գրված է նրանց բացատրություններ կան, որ կարդում ես արդեն սկսում ես երևակայել, որ ինչպիսի ահեղ եւ վախենալի կարող է լինել, երբ Աստծո հրեշտակը գիշերը մութ ժամանակ լեռան ստրոտում նստած քնագլուխ ժամանակ հանկարծ արջևդ պայթի։ Սրտաճակ կլինեք։ Եվ հրեշտակն ասում է մի վախենաք։ Որտեղ վախեցել էին։ Պատճառը, որ նրանք վախենալու չէին, առաջին այն էր, որ այդ սուրբ հրեշտակ էր եւ դեվ չէր։ Նա ուղարկվել էր լավ լուր տալու, ավետիս բերելու համար։ Եվ այն ավետիսը ուրախալի լուր էր, որ նախ ոչ թե միայն իրենց պիտի լիներ, ապա բոլոր ժողովրդին պիտի լիներ։ It was a universal gospel։ Եվ հրեշտակն ասեց, որովհետև մեծ ուրախություն եմ ավետում ձեզ։ Մեկը կույր պիտի լիներ, որ չտեսներ այդ մեծ հիասքանչ տեսարանը եւ արտակարգ եղելությունը։ Աստծուց ստացած առաքելությունը այս ուրախ լուրը բերելու առաքելությունն էր։ Եվ այս անկրակետ, անտեղյակ, անուս, ամենացածր, ամենահետին արհամարված սեպվածներին էր եղել այս մեծ ուրախությունը։ Ինչ մեծ հակասություն կա այստեղ։ Մահվան ստվերների մեջ նստողներին, ասում է Աստծո խոսքը, ուրախության ավետիս ղրկվեցավ, լույս իջավ։ Այս գիշերից 6 ամիսներ առաջ կարդում ենք Ղուկասու առաջին գլխում, թե Զաքարիա եւ Եղիսաբեթ անունով մի զույգ,
որոնք նրանք էլ էին երեխա սպասում, նրանց էլ Աստծո հզոր հրաշալի արարքով մի երեխա տրվեց եւ նրա անունը Հովանես անվանեցին։ Նրա հայրը Զաքարիան իր ծննդյան արթով կարդում ենք, որ հոգիով լցվեց եւ մարգարեություն արավ Ղուկասու 1:76-ի մեջ եւ ասեց Հովանեսը, թե իր որդին, Հովանեսի հայրը իր որդու համար ասեց, թե բարձրյալի մարգարե կկոչվի, որովհետև կգնա Տիրոջ երեսի առաջից, նրա ճանապարհները պատրաստելու, որ նրա ժողովրդին 10 փրկության գիտությունը իրենց մեղքերի թողության համար, մեր Աստծո գթած ողորմության համար, որով ծագող արեգակը վերևիցը այցելեց մեզ, որ լույս տա խավարումը եւ մահի ստվերում նստողներին մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհը ուղղե։ Զաքարիան մարգարեություն է անում եւ Հիսուսի ծննդյան մասին է խոսում։ Նոր խորհուրդ չէր, Եսայի մարգարեն այս պահից 700 տարիներ առաջ սրա մասին մարգարեություն արել էր արդեն։ Եսայի 9:2-ի մեջ կարդում ենք, խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան շվակների մեջ նստող երկրումը բնակողների վրա լույս ծագեց։ Այս մարգարեությունների ամենատարածին մեկնաբանությամբ ահա հովիվները իրենց փորձառությամբ ապրեցին այս մարգարեության եղելությունը 700 տարիներ հետո։ Եվ սա մեծ ուրախության ավետիս էր, ուրախության արժանի լուր էր, թեպետ վախենալի էր սկիզբը, բայց հրեշտակը վստահեցրեց, որ սա ուրախ ավետիս է։ Ինչու էր ուրախ, որովհետև Աստծո խոսքը տեղի ունեցավ, Աստծո խոսքը միշտ է տեղի ունենում, բայց երբ որ մենք անդրադառնում ենք, որ սա Աստծո խոսքն էր, որ եղավ, ավելի մեծ ուրախության արժանի է լինում մեր տեսանկյունից տեսված, որտեղ տեսնում ենք, որ ինչպես Աստված իր խոստումները կատարող է, հավատարիմ է, ճշմարիտ է, անում է այնինչ, որ ասել է եւ ասում է այնինչ, որ անում է։ Դրա համար ուրախ ենք։ Այս ցնծության երկրորդ պատճառը եւ հիմքը այն էր, ինչ որ հրեշտակը ավետեց, այդ ավետիսի մեջ եղող պատգամն էր։ Հրեշտակն ասեց, այսօր ձեզ փրկիչ ծնվեց Դավիթի քաղաքում։ Նկատի առնելու ենք, թե չի ասում, այսօր ձեզ մի փրկիչ ծնվեց ուրիշ փրկիչների շարքին։ Ոչ էլ ասում է, այսօր մի փրկիչ ծնվեց անհայտ, թե ում համար է ծնվել։ Այլ կարդում ենք, այսօր ձեզ փրկիչ ծնվեց։ Սա նշանակում է, թե այդ փրկողը մի հատուկ, մի յուրահատուկ, մի եզակի անձնավորություն էր։ Նրա նմանը ոչ եղել էր, ոչ էլ պիտի լիներ։ Նա էր միակ փրկիչը, նրանից ուրիշ փրկիչ չկար ու չի էլ լինելու։ Այս եզակի փրկիչն էր, որ ծնվել էր եւ ուրախության արժանի էր։ Ավելի ուրախալին այն էր, որ հովիվներին ասեց, թե այդ փրկիչը ծնվել էր ձեզ համար։ Այս նախատասության մոտալուտ մեկնաբանությունը կարող ենք ասել այն օրվա հռոմեական դաժան եւ չար տիրապետության տակ ապրող հрьяաներ, ովքեր դարերից ի վեր սպասում էին, որ այդ նեղ տանջալի ողբալի վիճակից ազատվեին, հիմա փրկարար է ծնվել, այդ են լսում իրենք։ Բայց այս փրկչի փրկարար արարքը երկրավոր դժբախտ կյանքից ազատելու համար չէր, այլ այս փրկչի փրկարարությունը եւ դրա ուրախությունը գտնվում էր մի շատ ավելի կարևոր, ավելի իմաստալի, ավելի մշտենջենավոր եւ հավիտենական փրկության համար։ Այդ է ուրախության բուն հիմքը։ Դրա մասին կարդացինք, թե ինչպես Զաքարիան ասեց,
Բարձրյալը մարդկանց իրենց մեղքերից թողություն պիտի տար։ Եվ նրանց ոտները դեպի խաղաղության պիտի առաջնորդեր։ Աստծո հետ խաղաղության, Աստծո հետ հաշտության։ Բայց մի րոպե, թեպետ փրկչի ծնվելը մի կողմից ուրախալի է, բարի լուր է, սակայն նաև տխուր լուր է։ Սա նշանակում է, որ այդ ուրախալի լուրից առաջ, եթե ուրախալի լուրը պիտի ուրախալի լինի, մի ուրիշ լուրի համեմատաբար պիտի ուրախալի լինի։ Այսինքն պիտի լինի մի ցավալի վիճակ, մի անխաղաղ վիճակ, մի կապանք, որից այդ փրկարարը պիտի փրկի կամ ազատի, խաղաղության պիտի առաջնորդի։ Եվ այդ վատ լուրը այն էր, որ պատճառը, որ մարդիկ փրկարարի կարիք ունեին, այն էր, որտեղ մարդիկ իրենց այդ վիճակից փրկելու կարողությունը եւ ունակությունը չունեին եւ չունեն։ Մարդիկ կարդում ենք մահվան ստվերի տակ նստող ժողովուրդ։ Դատապարտյալներ են մարդիկ, մեղքից դատապարտված։ Փրկչի կարիք ունեին, որ դրսից պիտի գար եւ իրենց տեղ, իրենց փոխարեն պիտի ապրեր, մեռներ, որպեսզի նրանց կարողանար իրենց վիճակից փրկել։ Աստծո հետ խաղաղության մեջ չէին մարդիկ։ Նրանց ոտները դեպի խաղաղություն գնացող ոտներ չէին։ Նրանք ապրում են Աստծո բարկության տակ, Աստծո հետ անհաշտ վիճակում, խավարի մեղքի կապանքի տակ, մեղքից ուրիշ բան չեն կարողանում անել, ինչ էլ որ անում են, Աստծո առջև մեղք է համարվում։ Որովհետև իրենց նախահայր Ադամը այդպես արավ։ Իրենք անիծված են ծնվում այս աշխարհում։ Բոլոր մարդիկ։ Աստծո փառքից պակասված, տխուր վիճակում, դրա համար փրկչի կարիքը կար։ Ու երբ այս փրկիչը ծնվեց, սա իրապես մեծ ուրախության արժանի լուր էր։ Դժոխքի ճանապարհներից, անխաղաղության ճանապարհներից մեր ոտները ուղղեց դեպի խաղաղության ճանապարհ, հավիտենական կյանքի ճանապարհ։ Մեզ մեր մեղսապատար բնությունից ազատեց եւ մեզ Աստծո կամքը անելու կարողություն, կամեցողություն եւ հնարավորություն շնորհեց։ Մեզ տգիտության խավարից ազատեց եւ Աստծո գիտության մեջ փոխադրեց։ Լույս եղավ խավար հոգիներին եւ մենք այս փրկչով լուսավորվեցինք, իրական լուսավորվեցինք։ Այս փրկիչը մեզ համար էր ծնվել, քեզ համար էր ծնվել։ Այս փրկիչը ծնվել էր, որ ուղղարար կյանք ապրեր եւ իր ուղղարար կյանքը խաչի վրա մեղքի պատիժ տար, որ նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանքով։ Սրանից ավելի մեծ ուրախ լուր չի կարող լինել։ Դրա համար հրեշտակն ասեց. ձեզ մի փրկիչ ծնվեց։ Նկատի առնելու ենք, թե հրեշտակը չասեց, թե ահա Հիսուսն է ծնվել։ Հրեշտակն ասեց փրկիչ է ծնվել, մեծ տարբերություն կա։ Հիսուս իր անունն էր, թեպետ իմաստը փրկող է, այսինքն փրկարար, բայց հրեշտակը ուզեց այս անուս հովիվները լավ հասկանային իրենց վախեցած վիճակում, սխալ բան չհասկանային, թյուրիմացության առիթ չտրվեր իրենց, ասեց նրանց, ձեզ համար փրկիչ է ծնվել։ Երբ օրինակի համար քեզ ասեմ, քեզ բժիշկ է ծնվել, դու չես երևակայի, որ միգուցե ինձ խորոված անող է եղել, ոչ, բժիշկ եմ ասում,
Երբ ասում են բժիշկ, այսինքն դու հիվանդ ես, բժիշկի կարիք ունես։ Երբ որ ասում են քեզ փրկիչ է ծնվել, այսինքն մենք փրկության կարիք ունենք։ Թեպետ այս մանուկի անունը Հիսուս պիտի դրվեր, եւ սա նշանակում է իր ժողովրդին իրենց մեղքերից պիտի փրկեր, սակայն եւ այսպես այս ծնված մանուկի կյանքի շեշտը նրա պատմականության վրա չէր, այլ նրա ծննդյան ուրախության շեշտը նրա ունեցած առաքելության վրա էր։ Թե ինչու է եկել։ It's the mission։ Նա եկել էր, որ ապրեր, մեռներ, հարություն առներ, որ մենք էլ նրանով հավիտենական կյանք ունենանք, Աստծո հետ հաշտվենք, մեղքերի թողություն ունենանք։ Սա մեծ ուրախության պատճառ է։ Երրորդ պատճառը։ Տեսնում ենք, թե հրեշտակը ավետում է, թե այս ծնվածը ոչ թե միայն մեզ, այսինքն մարդկության համար փրկիչն է, այլ նաև նա ասում է, այս ծնվածը Դավթի քաղաքում է ծնվել, որ է Քրիստոս Տերը։ Վау։ Կարծես թե փրկիչը բավարար չէր, հիմա Քրիստոս Տերը։ Նկատի առնելու ենք, թե այդ օրերին հրեաները իրենց պատմական թագավորությունը կորցրել են։ Եվ Դավթի նման հաջողակ, համբավավոր եւ փայլուն թագավոր չունեին։ Նրանք ապրում էին հեթանոս հռոմեական կայսրության բռնիտ տիրապետության տակ։ Գերի էին մի խոսքով։ Հրեշտակը ավետիս է տալիս եւ բարի լուր է պատկանում, թե այս ծնված թագավորը Դավթի ցեղից եղողն է։ Նրա թագավորությունը շարունակողն է եւ ավելի ընդլայնողն է։ Նա Դավթի որդի է։ Նա իրավ եւ իրավացի թագավոր է։ Նա իրավասություն ունի որպես թագաժառանգ ունենալու եւ նստելու այդ փայլուն թագավորի գահի վրա։ Պիտի բազմի իր պապենական արժանավոր գահը եւ ինքը պիտի իշխի իր ժողովրդի վրա։ Եսային էլ նույն բանն էր ասել 700 տարիներ առաջ, քիչ առաջ Եկչախումբի մեջ կարդացվեցավ այդ համարը։ Եսայի 9:6-ի մեջ կարդում ենք մեզ համար մի մանուկ ծնվեց եւ մի որդի տրվեց եւ իշխանությունը նրա ուսի վրա կլինի։ Նրա անունը կոչվի սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան, Prince of Peace։ Եվ նրա իշխանությանը շատացնելուն եւ խաղաղությանը վերջ չկա, անվերջ է, հավիտենական է։ Դավթի աթոռի վրա, նրա թագավորության վրա, որ հաստատե եւ պնդացնե նրան իրավունքով, այսինքն իրավացի կերպով, որտեղ Դավթի սերնդից էր Հովսեփը։ Մարիամը։ Իմիկվանից մինչև հավիտյան։ Այս ծնվածը Քրիստոսն էր, ոչ թե միայն Հիսուսը, այլ Քրիստոսը։ Երբ ակնարկելով Տեր Հիսուսին նրան կոչում ենք Հիսուս Քրիստոս, Քրիստոսը նրա ազգանունը չի, ինչպես որ մենք երկրորդ անուն ենք դնում եւ ազգանուն ենք ասում։ Ոչ, Քրիստոսը Հիսուսի ազգանունը չի։ It's not his last name. It's his title. Քրիստոսը եբրայեցերենով նշանակում է Մեսիա։ Նշանակում է Միշեխ, արաբերենով առնում ենք շեյխ բառը։ Այսինքն տեր, տիրական, մալեք, owner։ Ուստի հրեշտակի տված լուրը շատ ուրախալի էր։ Նախ որ Աստծո խոստումն էր, որ տեղի էր ունեցել, եւ Աստված անցյալի հավիտենականությունից ի վեր իր միջ երրորդային ուխտի համաձայն, դրանից հետո մարդ արարածի հետ կատարած իր ուխտի համաձայն, մեղքի անեծքից ազատելու համար, մարդու համար մի դուռ էր բացել այս Քրիստոսին աշխարհ ուղարկելով։ Առաքելել էր նրան, նրան առաքելություն էր տվել։
որպեսզի մի գործ պիտի աներ, մի առաքելություն ուներ կատարելու համար։ Աստծո խոստումը պիտի տեղի ունենար։ Եվ այս մանուկի ծնունդով Աստված իր ուխտը պահեց, իր խոստումը կատարեց։ Խոստացյալ Քրիստոսին փրկարարին աշխարհ գրկեց։ Պողոս առաքյալ Գաղատացիս 4:4-ի մեջ տեսեք ինչ է ասում այս ուղղությամբ։ Galatians 4:4 Երբ որ ժամանակի լրումը եկավ, երբ որ ժամանակը հասավ իր ավարտին, Աստված ուղարկեց իր որդին, հետո կնկանից ծնված, սա Հիսուս մասին, օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրությունը ստանանք։ Այս ուզում է ասել հրեշտակը։ Այս է իմաստը, երբ որ հրեշտակն ասում է, թե նա Քրիստոս Տերն է։ Ու սա շատ ուրախալի է, շատ ցնցալի է, որտեղ սա փրկանավորության ուխտի գործադրության սկզբնավորությունն է։ Աստծո հավատարմությունն է բացահայտում, որ մեղավոր մարդկանց համար փրկության դուռու ճանապարհ է բացել Աստված։ Եվ այս հիման վրա է, որ Հովաննու 14:6-ի մեջ Տեր Հիսուսն ասեց. Ես եմ ճշմարտությունը եւ ճանապարհը եւ կյանքը, ոչ ոք հորը մոտ չի գալիս բացի ինձանով։ Սա մեծ ուրախության լուր է, որ այս ճանապարհը, այս առաքելություն ունեցողը աշխարհ է։ Նաև հրեշտակը ավելցրեց, թե այս փրկիչը, որ խոստացված Մեսիան կամ Քրիստոսն է, նա նաև Տեր է։ Բնակիր հունարենի մեջ քուրիոս նշանակում է բարձրագույն տիրականը, գերագույն տիրապետը։ Ես հա ցույց է տալիս Հիսուսի աստվածային բնությունը, նրա աստվածային գերիշխանությունը։ Եսայի մարգարեն 40-րդ գլխի մեջ սրա մասին էր մարգարություն արել 700 տարիներ առաջ։ Դարձրեք Եսայի 40:10։ Ահա ձեր Աստվածը, ահա Յահվե Տերը զորությունով կգա, նրա բազուկը կիշխե նրա համար, իր վարձքը իր հետ է եւ իր հատուցումը իր առաջին։ Հովվի նման հովվելու է նա իր հոտին, իր բազուկի վրա է ժողովելու գառնուկներին եւ իր գրկումը կրելու է նրանց եւ կամած քշելու ցից տվող ոչխարներին։ It's no wonder, որ Աստված ընտրեց չոբաններին բացահայտել Հիսուսի ծնունդը առաջին անգամ, որտեղ Հովվապետը պիտի ծնվեր, որտեղ մեծ հովիվն էր աշխարհ եկել։ Իմ ու քո նման կորած ոչխարների համար, որ կորածը որոնի եւ փնտրի եւ փրկի իր ժողովրդին, իրենց մեղքերից պիտի ազատեր։ Այս իման վրա էր, որ Տեր Հիսուսը Հովաննու 10:14-ի մեջ ասեց. Ես եմ բարի հովիվը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։ Հայտնության գրքի մեջ կարդում ենք Քրիստոսի մասին, թե նա առաջինն ու վերջինն է, ալֆան եւ օմեղան է, որ ինքը իր համար այսպես է ասում, հայտնություն 1:18, թե ես մեռած էի եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից, ունեմ դժոխքի եւ մահվան բանալիներ, նաեւ 7:9-ի մեջ, հայտնություն 7:9-ի մեջ, Հովանեսը տեսնում է այս տիրոջ որպես կահանիստ գառը եւ նրա մասին ասում է, եւ սրանից հետո տեսա եւ ահա մի շատ ժողովուրդ, որ ով չէր կարող համրել ամեն ազգից, ամեն ցեղից, ժողովուրդներից, լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ գառի առաջին
եւ սպիտակ հանդերձներ հագած եւ իրենց ձեռքում արմավիներ աղաղակում էին եւ բարձր ձայնով ասում. Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա եւ գարին, եւ ամեն հրեշտակները կանգնել էին աթոռի եւ երեցների եւ 4 կենդանիների 4 կողմովը եւ ընկնում էին երեսների վրա աթոռի առաջին եւ երկրպագում էին Աստծուն ասելով. Ամեն օրհնություն, փառք եւ իմաստություն, գոհություն եւ պատիվ եւ կարողություն եւ զորությունը լինի մեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից ամեն։ Այս է այդ Տերը, որ ծնվել էր որպես Հիսուս Քրիստոս Տերը, այն իշխանապետը, այն գերիշխանը, որ ծնվել էր թագավորելու իր ժողովրդի կյանքի եւ սրտերում, նրա հոգիների վրա, բոլոր ստեղծագործության վրա։ Սիրելիներ, երբ ծննդյան շրջանին նշում ենք Տեր Հիսուսի ծնունդը, մենք Տեր Հիսուսին չենք նայում որպես հավիտյանս մանուկ։ Այո, նա որպես մանուկ ծնվեց, բայց մեծացավ, որպես մարդ, այն էլ կատարյալ մարդ, ամենաուղիղ մարդ, մեծացավ, 33 տարեկան եղավ, նա չափահաս եղավ, այլևս մանուկ չի Հիսուսը, մեր Հիսուսը Տեր արքան է հիմա, երբ նայում ես մտքիդ մեջ Հիսուսին ծննդյան տոնը տոնակատարելու, տոնակատարիր այս թագավորի ծնունդը, այս փրկարարի ծնունդը, այս տիրապետ Տիրոջ Քրիստոսի առաքելվածը, ով իր առաքելությունը մինչև վերջը կատարեց, որտեղ կարդում ենք նա իրեններին սիրեց ու մինչև երբ, մինչև վերջն էլ նրանց սիրեց, այնպես սիրեց, որ իր կյանքը նրանց համար դրավ եւ ինքն ասեց. Սրանից ավելի մեծ սեր մեկը չի կարող ունենալ, որ մեկը իր կյանքը իր ընկերների համար դնի։ Ասեց դուք իմ բարեկամներս եք։ Այս Տիրոջ ծնունդն ենք տոնակատարում սիրելիներ։ Այս Քրիստոսի ծնունդը։ Դրա համար քիչ առաջ ասեցի, մենք ծննդյան օրը չենք տոնում, մենք նրա ծնունդն ենք տոնում։ Մեծ տարբերություն կա սրա մեջ։ Չորրորդ պատճառը, որով հրեշտակի տված ավետիսը շատ ուրախալի եւ մեծ ցնցալի էր, այն է, որ այս ավետիսը տալուց անմիջապես հետո կարդում ենք. հանկարծ այն հրեշտակի հետ եղավ երկնավոր զորքի մի բազմություն, որ Աստծուն էին օրհնում եւ ասում. Փառք լինի Աստծուն բարձունքներումը եւ երկրի վրա խաղաղություն եւ նրանց մեջ, որոնցով նա է հաճենում։ Մի պահ երևակայեցեք այդ շշմեցնող վիճակը նորից։ Այն տեսարանը, այն հովիվների տեսածն ու լսածը, որ այդ մեկ հրեշտակը որ եկավ, արդեն սրտաճակ էին եղել, վախեցած էին։ Հիմա այդ հրեշտակի կողքին հայտնվում է երկնային զորքի բազմություն։ Մի հրեշտակ չէ, 10 հրեշտակ չէ, 20 հրեշտակապետ չէ։ Ամբողջ զորքը։ Ես չեմ կարող երևակայել։ Այս գիշեր գնացեք դուրս, բակը, լույսերը հանգցրեք, եւ նայեք երկինք։ Եվ երևակայեցեք, որ ամբողջ երկինքը լցվի հրեշտակների բազմությամբ, վստահեցնեմ ներս դիվազեք։ Այդ տեսան։ Ով գիտե, մի քանի հազար միգուցե հրեշտակներ, մի խումբ, մի բազմություն, այսինքն շատ մարդ։ Աստծո խոսքը ասում է երկնային զորք, an army of heaven. Army-ն մեկ ու երկու չի, it's a lot. Սրանք Աստծո բանակի մեջ ծառայող հրեշտակներն են։ Սրանք Աստծո կամքը կատարող եւ Աստծո նպատակները գլուխ հանող, Աստծուն բացարձակապես հավիտենապես հլու եւ հնազանդ եւ պատրաստ դրած այնին հրեշտակներն են, որոնք գիշեր ու ցերեկ
փոցավառող սրերով եւ կրականման լուսավորությամբ ամեն րոպե պատրաստ են Աստծո ցայնին մտիկ տալ եւ հնազանդել եւ անել ճիշտ ինչ որ Աստված ասում է նրանց որ անեն։ Այս սրանք բոլորը միասնաբար եկան այս հովիվների առջևը երկնակամարը լցրեցին։ Այս բանակը իրենց այս ճշմեցնող ներկայությամբ, իրենց կատարյալ երկեցողությամբ, հիանալի ձայներով սկսեցին երգել եւ Աստծուն փառավորել։ Մենք քիչ առաջ երգչախումբը վայելեցինք։ Շատ գեղեցիկ երգեցիք by the way։ Նոթաներ ամենը ճիշտ էր։ Երաժշտությունը խենթանալիք։ Բայց շատ ունենք մինչև հասնենք ռեշտակներին երկեցողության։ Երբ որ հասնենք երկինք սիրելիներ, դրանքդ որ հիմա լավ չեք երգում, մի վհատվեք։ Այնտեղ բոլորս ռեշտակներին պիտի միանանք եւ ամեն ժամանակ ուղիղ կերկենք։ Այլևս ռեշտակած դասի առաջնորդը մեզ ճշտելու կարիք չունենա։ Այդպես երգեցին այս ռեշտակները իրենց բոլոր աստվածային տվյալով Քրիստոսը ավետեցին այս խեղճ ու կրակ անկրակետ անուս իրենց գործի մեջ ծանծրացած հովիվներին գիտեք ինչ ասացին նրանք հիանալի երգ երգեցին նրանք Աստծո կատարած հիանալի ծրագրի ավետիսը երկերով երկեցին ասեցին նրանք փառք լինի Աստծուն բարձունքներումը երկնքում եւ երկրի վրա խաղաղություն նրանց մեջ որոնցով Աստված է հաճենում այդ է իրական տառացի թարգմանությունը խաղաղություն նրանց մեջ որոնցով Աստված է հաճենում սրանք են Աստծո ավետիսի պատգամները այնքան հաճելի էր այս երկեցողությունը որ այս հովիվները շշմած նայեցին նրանք ականատես եղան Աստծո կատարած այս հիանալի բացահայտությանը եւ ցույց տվեցին Աստծո նախասահմանյալ ծրագրի գործադրությունը այս խեղճ ու կրակ հովիվներին եւ սրանք էլ ուրախացած մի կողմից վախեցած մյուս կողմից Աստծո այս հիանալի շշմեցնող վկայությունը լսելով նրանք էլ ուրախացան նրանք էլ հրճվեցին որտեղ Աստծո ծրագիրը լսեցին Աստծո օրհնությունը փառաբանությունը ներկա եղան երբ որ այս հովիվները ռեշտակները վերացան իրարու ասեցին եկեք գնանք եւ տեսնենք թե այս եղած բանը ինչ է լսեցինք ավետիսը լսեցինք որ Աստված ինչ է արել հիմա գնանք ստուգենք տեսնենք ինչ է կատարվել ինչ է տեղի ունեցել Եդեկան 17-րդ համարի մեջ կարդում ենք երբ որ տեսան այսինքն երբ որ տեսան որ իրավ մանուկը ծնվել էր Հիսուսը ծնվել էր կողմի մեջ իմացրին այն բանը որ այս երեխայի համար ասվեց նրանց գիտեք ինչ արեցին Հովսեփին Մարիամին պատմեցին որ իրենք Աստծոց ինչ լսեցին Դուք էլ այսօր այս ծննդյան ուրախ լուրը լսելուց հետո այն հովիվների նման որ լսեցինք Աստծո խոսքը թե ով է ծնվել մեզ համար ինչպիսի անձնավորություն է այն Հիսուսը Քրիստոսը Տերը այն պատճառների մասին որոնց համար մենք հիմա ուրախ ենք լսեցինք որ Հիսուսը միակ փրկիչը թե փրկարարի կարիք ունենք թե փրկչի ծնունդը բարի լուր է որտեղ կար գեշ լուր
Լսեցինք, որ փրկիչը նաև Քրիստոս է, առաքելություն ունի։ Ձեզ համար է ծնվել, մեզ համար մարդկության մեղավոր մարդկանց համար է ծնվել։ Նա Քրիստոս Տերն է։ Նա ծնվեց, որպեսզի մեղավորներ փրկության դուռ ունենան, որպեսզի Աստծո հետ հաշտվեն, որպեսզի հավիտենական կյանք ունենան։ Ուստի երբ որ գնաք մի տեղ, նայելու թե ինչ է կատարվում, կամ անելու այդ տոնակատարությունը, դուք էլ այն հովիվների նման իմացրեք այս բանի մասին, նրանց հետ, որ պիտի կատարեք այդ ուրախությունը։ Give them the gospel. Տվեք նրանց այդ ուրախության ամենամեծ պատճառը, որպեսզի խավարի մեջ նստող ժողովուրդը լույս տեսնի։ Ստվերի մեջ գնացող ժողովրդի ոտները դեպի խաղաղություն առաջնորդվի։ Որպեսզի մեղավոր սիրելիներ լսեն, թե մեզ համար Հիսուս փրկիչն է ծնվել, որ է Քրիստոս Տերը, որ նրանք էլ այդ փրկչին հավատալով, նրան վստահելով, նրա առաքելությանը հենվելով, իրենց մեղքերից դարձիկան եւ հավիտենական կյանք ստանան եւ իրենց կյանքի մեջ վայելեն այն իրական ուրախության պատճառները, որի համար Աստված ղրկեց իր միածին որդին, ով ծնվեց փրկիչ ինձ ու քեզ համար։ Աղոթենք։ Երկնավոր սիրելի Հայր, քեզ փառք ենք տալիս։ Շնորհակալ ենք, որ դու քո նախասահմանյալ աստվածային անհասկանալի ի հավիտենից եղող ծրագրերը եւ մտադրությունները գործադրում ես քո խոսքը տալով եւ քո որդիդ տվիր, որ դրանց կակատնակետն էր։ Շնորհակալ ենք, որ մեզ համար փրկիչ ղրկեցիր, որ Քրիստոս Տերն է։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու երբ ծնվեցիր, մեծացար, ուղիղ ապրեցիր, Աստծո խոսքին հնազանդ ապրեցիր եւ այդ կատարյալ հնազանդ կյանքը մեր նման անհնազանդների տեղ մեղքի պատիժը կրեցիր եւ Տեր դու հարություն առնելով Աստծո փրկությունը մեզ հրամցուցիր, մեզ տվիր, մեզ համար գործեցիր եւ մենք քեզանով փրկվեցինք։ Շնորհակալ ենք Տեր, ուրախ ենք, որ դու ծնվեցիր, չափազանց ուրախ ենք, սրանից մեծ ավելի ուրախություն չունենք, որ իմանանք, որ մենք Տիրոջ հետ ենք։ Փառք ենք տալիս քեզ Տեր, օրհնյալ ես դու, օրհնում ենք քո ծնունդը, փառավորում ենք այն հրեշտակների հետ Հոր Աստծուն, որ իր միածին որդին աշխարհ ղրկեց, որպեսզի նրան հավատացողը չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Օրհնես մեր հավաքները, օրհնես մեր ուրախությունները, թող բոլորը ծառայեն քո փառքիդ համար եւ մեզ էլ հավատարիմ վկաներ կանգնեցնես այն հովիվների պես, ովքեր տեսան քո փառքը իրենց չորս կողմը ծակած։ Քո անունը փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։